Այսօր ունենք հրաշալի օր եւ Տերը իրականում խոսք ա դրել իմ շուրթերի եւ սրտից մեջ ուզում եմ որի մասին կիսվել քո հետ։ Այս թեմայով ես խոսեցի, մի փոքր խոսեցի ծառայողների հետ, բայց երբ որ հասկացա, որ այս թեման ուղղվում է եկեղեցուն, այս թեման կարևոր է եկեղեցու համար, մենք մտնում ենք նոր փուլի մեջ, նոր ընթացքի մեջ, ես որոշեցի, որ կիսվեմ այս թեմայով քո հետ։ Եվ այսպես եմ այն անվանել, այսպես եմ վերնագրել, անջատվիր քեզանից։ Գիտես, պահա գալիս, որ մենք մեզանից պիտի անջատվենք։ Հարց տամ, ով է սիրում իրեն, թող ձեռ բարձրացնի, ով է սիրում ինքն իրեն։ Դալիճի կեսը սիրում է իրեն, իսկ ով չի սիրում, լավ։ Իսկ ով է ձեռն պա։ Իսկ ով մի շեմա չի հասկացել սիրում է իրան, թե չէ։ Բայց ինչ հարց է տալի։ Եղբայր ջան, ինչ հարց ես տալի, հիմա սիրեմ, թե չսիրեմ ինձ։ Պրովոկացիոն հարց է, չի ասեմ սիրում եմ, կասի ես ինչ նարցիս է։ Չեմ սիրում, բա եթե դու քեզ չես սիրում, ոնց կարաս սիրես քո ընկերոջը։ Մենք ձեզ չենք խանգարում, չէ՞։ Գիտես, մենք իրականում պիտի սիրենք ինքներս մեզ։ Որովհետև եթե մենք մեզ չսիրենք, մենք չենք կարող սիրենք մեր մերձավորին։ Որովհետև գրված է սիրիր քո ընկերոջը, այո, մենք պիտի սիրենք մեզ եւ կարողանանք սիրենք մեր մերձավորին, մեր բարեկամին։ Եվ եթե մենք մեզ չսիրենք, ուրեմն նշանակում է մենք մեզ չենք գնահատում։ Բայց մի ուրիշ ծայրեղություն կա, երբ որ մարդը ինքնասիրահարված է եւ մտածում է ինձանից այն կողմ կյանք չկա։ Սա նույնպես վտանգավոր է եւ մենք չպիտի կորցնենք բալանսը, մենք պիտի բերենք մեր կյանքերը բալանսավորման մեջ։ Եվ գիտես, շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ Աստծո ասում, որ մարդու մեջ մի բան չկա։ Եթե այն չլինի Աստծուց։ Չէ՞ որ մենք ստեղծված ենք Աստծո նման եւ Աստծո պատկերով ենք եւ այն ինչ որ Աստծուց է, մենք դա պիտի սիրենք եւ գնահատենք։ Իսկ այն ինչ որ հողից է, շնչավոր, հաճախ, պատկերացումներ, բնավորություններ, այսօր սրա մասին եմ խոսելու, որ մենք կարողանանք անջատենք մենք մեզանից։ Եվ թույլ տանք, որ Աստված անջատի մեզանից։ Եվ մենք հասկանանք որտեղ է իմ էգոն, իսկ որտեղ է Աստված։ Մենք պիտի հասկանանք որտեղ ես պիտի քայլ անեմ հետ եւ ասեմ Տեր իմ Աստված հիմա դու։ Իսկ որտեղ է որ ես պիտի մտնեմ Աստծո լիարժեք կամքի մեջ եւ հասկանամ Տեր իմ Աստված, այ հիմա սա դու ես եւ սա ես պիտի անեմ։ Մի հետաքրքիր բան։ Հայտնության գրքում մի եկեղեցի կար, Լավոդիկիա եկեղեցին։ Գիտես, նա գեղեցիկ հագուստ ուներ, գրված է, որ դու հագնված ես գեղեցիկ, այսինքն ինքը ներկայանալի էր, հա։ Լինում է, չէ՞, որ մենք ներկայանալի ենք, մենք գեղեցիկ հագնվել գիտենք, մենք գեղեցիկ ներկայանալ գիտենք։ Այդ եկեղեցին հարուստ էր, ինքնաբավ, բավարարված էր։ Այդ եկեղեցին ասում է ես տեսնում եմ, Հիսուսն է, չի ասում, դու ասում ես, որ ես տեսնում եմ, բայց ես քեզ խորհուրդ կտամ, դեղ գնես եւ աշկերիդ դնես։ Այսինքն ամեն ինչ կարծես թե լավ էր, բայց Տեր ասեց ես քո դեմ մի բան ունեմ, որ դու ինքնախաբեությամբ ես զբաղվում եւ խորհուրդ կտամ, որ դու ինձանից դեղ գնես դնես քո աշկերին։ Խորհուրդ կտամ, որ դու գիտես տաք լինես, այլ ոչ թե գոլ։ Այսինքն այս եկեղեցին արտակնապես հիանալի է, հրաշալի էր։ Լինում է, երբ որ նայում ես մարդուն արտակնապես, մտածում ես ամեն ինչ լավ է, հիանալի է, ամեն ինչ փառահեղ է։ Բայց Աստված ասում է, ես քո դեմ մի բան ունեմ, խորհուրդ կտամ, վերանայես քեզ։ Աստծո խոսքը, որ մենք կարդում ենք, մենք պիտի առաջինը մեր համար կարդանք ու հասկանանք Տեր, որտեղ ես վերանայվելու կարիք ունեմ, որտեղ ես պիտի վերանայեմ իմ կյանքը։ Արի գնանք Տիրոջ խոսքի մեջ։ Ես սա արագ կանցնեմ։ Երեմիա 48:10 գրված է. անիծյալ լինի անփութությամբ Տիրոջ գործ անողը եւ անիծյալ լինի իր սուրը արյունից խնայողը։ Դու չես պատկերացնում, թե այստեղ ինչքան կպավ իմ սրտին։ Ինչքան այն ինձ թափեցրեց, որ կարա լինի մարդու կյանքի մեջ անեծք մի բանի պատճառով, որ մարդը անփույթ է Տիրոջ գործի մեջ։
Գրված անիծյալ լինի այն մեկը, ով որ անփույթ է վերաբերվում Աստծո գործին։ Մենք Աստծո արքայությունը կառուցողներ ենք։ Եվ մենք պիտի անփույթ չլինենք այն գործի մեջ, որ Տերը մեզ տվել է, յուրաքանչյուրիս։ Եվ անիծյալ լինի այն մարդը, որ իր սուրը արյունից է խնայում։ Այսինքն, ինչա սուրը, դա Աստծո խոսքն է, դա ճշմարտությունն է, եւ անես կարագան մարդու կյանքի մեջ, երբ որ մենք այն խնայում ենք։ Գիտես, լինում է, որ ծառայում ենք Աստծուն Տիրոջ կամքի համաձայն եւ նրա պայմաններով։ Եվ լինում է, որ ծառայում ենք Աստծուն մեր կամքի համաձայն եւ մեր պայմաններով։ Լինում է, որ մենք անում ենք Տիրոջ գործը սովորության համաձայն։ Եվ լինում է, որ ասում ենք Տեր, այսօր ինչ անեմ։ Սովորություն կար Դավթի կյանքի մեջ գնալ հաղթել, կռվել ու հաղթել։ Եվ նա կռվում էր եւ հաղթում էր թշնամուն, դա լավ սովորություն էր եւ նա դրա մեջ հմուտ էր։ Բայց նա ամեն անգամ, երբ որ գալիս էր կռվելու ժամանակ, կանգնում ասում էր. Տեր, ինչ անեմ։ Դավիթ, չգիտես ինչ անես, սուրը քո ձեռքերում է։ Դու հմուտ զինվորական ես։ Դու շատ անգամներ հաղթել ես։ Ես քեզ պիտի ասեմ ինչ անես։ Եվ Դավիթը բայց ամեն անգամ գալիս ասում էր. Տեր, հիմա ինչ անեմ։ Դու պատկերացնում ես, մտել են Դավթի ընտանիքն են տարել, կարծեմ փղշտացիներն են, մի խոսքով թշնամիները։ Մտել Դավթի ընտանիքն են գողացել, կանանց, երեխաներին, ունեցվածքը, ամբողջ զորքը, եւ նա ասում է ինչ անեմ։ Պարզ չի ինչ պիտի անես, պիտի գնաս եւ հետ բերես, չէ, ինք հարցնել գիտեր Աստծուն։ Հիմա ինչ անեմ։ Լինում է, երբ որ մենք սովորության համաձայն ենք անում ամեն բան, բայց մենք պիտի կանգնենք, ասենք Տեր, իսկ հիմա ինչ անեմ։ Անփույթ չգտնվենք այն գործի մեջ, որը մեզ Տերը տալիս է, ցանկացած բան։ Այս բաժակը այստեղ դնելուց ցանկացած բան մենք պիտի Աստծո գործի մեջ անփույթ չվերաբերվենք, հակառակ դեպքում ասում է անիծյալ է այդ մարդը։ Մենք գիտես չանենք Տիրոջ գործը իմիջայլոց ձեռի հետ եւ սովորության համաձայն։ Անփութությունը ծնվում է այնտեղ, որտեղ որ չկա ներսի կրակը։ Հաճախ այդպես է լինում։ Անփույթը մարդը սկսում վերաբերվել, երբ որ ներսի կրակը կորում է։ Իսկ սա կարող անեսք բերի։ Իսկ սա շատ լուրջ է, թանկագիներս։ Եվ երկրորդը անիծյալ լինի այն մարդը, որ իր սուրը խնայում է արյունից։ Երբ որ մենք ճշմարտությունը ունենք, ճշմարտությունը գիտենք, լավ, գիտենք ճշմարտությունը, բայց դրա հակառակն ենք անում։ Սուրը դա Աստծո խոսքն է, գիտենք խոսքը, բայց դրա հակառակն ենք անում։ Հիսուսը ինչ ասեց. «Միջև այդ դուք մեղք չունեք ձեր վրա»։ Իսկ հիմա քանի որ դուք լսեցիք խոսքը, դուք ճշմարտությունը գիտեք, հիշում եք այդ խոսքերը Հիսուսի։ Այ հիմա մեղք կա ձեր վրա։ Երբ որ մենք գալիս ենք եկեղեցի կամ մենք կարդում ենք Աստծո խոսքը, մենք ճշմարտության հետ ծանոթանում ենք, առնչվում ենք եւ մենք գիտենք ճշմարտությունը, ու երբ որ դրա հակառակն ենք անում, դա նույնպես շատ լուրջ է։ Ամեն։ Գիտես, սովորությունը լավ բան է, որ մենք ունենք սովորություն Կիրակի օրը գալ եկեղեցի։ Մենք ունենք սովորություն շաբաթ օրը գալ աղոթքա ժողովին։ Մենք ունենք սովորություն տնային խմբակ գնալ։ Մենք ունենք սովորություններ, հրաշալի սովորություններ։ Բայց գիտես, այն ինչը որ սովորական է լինում շատ հաճախ, մենք Տերը բերում ասում է, այ հիմա ուրիշ տեսակետից նայի։ Պետրոսն ու Հովանեսը ունեն սովորություն գնային տաճար աղոթելու։ Եվ գրված է այնտեղ կար մեկը, ով որ իծն է, կաղ էր, եւ ամեն օր նրան բերում էին, նստացնում էին այդ դարպասների մոտ։ Եթե ամեն օր նստացնում էին դարպասների մոտ, դա սովորություն էր, չէ՞։ Եվ ամեն շաբաթ առաքյաներ ունեն սովորություն գնային տաճար։ Նրան չէին նկատում, չէին տեսնում։ Դե առաջ անգամ պիտի տեսնեին, ոչ։ Նրանք տեսել էին շատ անգամներ, բայց այս անգամ ուրիշ էր։ Մենք կարանք սովորության համաձայն գանք եկեղեցի, սովորության համաձայն ամեն Կիրակի գանք ու ասենք, այս անգամ էլ չեղավ։ Այս անգամ էլ չպատասխանվեց։ Այս անգամ էլ, բայց մի օր Աստված կարա կպնի ասի վեր կաց։ Ասում եմ քեզ անդամալույս վեր կաց, որովհետև քո ճանապարհով կար անցնի Աստծո մարդը։ Դու կարաս գաս ամեն անգամ նստես քո աթոռին ասես, այս անգամ էլ է սովորականի պես լինելու։ Ու մեկ անգամ Աստված ասի իր ծառային հիմա մոտեցի ձեռը դիր վրան եւ ասա վեր կաց։ Հիսուսի անունով ես ասում եմ քեզ վեր կաց ու քայլի։
Գիտես, այդպես մենք կարանք անդամալույս լինենք տարիներ, բայց մեկ օր Աստված մեզ բարձրացնի։ Եվ հետո գիտես խոսքը շարունակում է Երեմիա 48:11, ասում է Մովաբը իր մանկությունից ի վեր հանգիստ էր եւ գինու պես հանդարտ հանգչում էր իր մրուրի վրա։ Գրված է նա անոթից անոթ չթափվեց եւ տարագրության չգնաց։ Դրա համար նրա համը իր մեջ մնաց եւ բուրմունքը չփոխվեց։ Ահա ուրեմն օրեր են գալիս, ասում է Տերը, երբ ես փոխադրողներ կուղարկեմ եւ նրանք կփոխադրեն նրան, նրա անոթները կդատարկեն եւ նրա կարասները կկոտրատեն։ Ինչա նշանակում, որ Մովաբը սա ազգ էր, ազգություն էր։ Ասում եմ մանկուց ի վեր ինքը իր մրուրի վրա հանգչել էր, մնացել էր։ Կար մրուր ու չէր տեղափոխվել անոթից անոթ։ Ու նրա համը չէր փոխվել։ Սա ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ գիտես process է տեղի ունեցել այս ազգի կյանքում։ Գինի ոնց է հասունանում։ Հիշեցեմ, սա գինու գովազ չի լինելու այսօր։ Ես չեմ խրախուսելու գինի խմելը։ Եթե գինի միայն հաղորդության ժամանակ ու միայն մեր տված գինին այստեղից, որի մեջ չկա խմորիչ, որի մեջ չկա այդ ոգելիցը։ Սա իմիջիալոց։ Ինչ է նշանակում հանգչել մրուրի վրա, ու երբ որ բան է տեղի ունենում մարդու կյանքում, այդ անջատվում է մրուրը, կեղտոտը մաքուրից եւ մարդը շարունակում ապրել դրա մեջ։ Ես այստեղ մի օրինակի համար բաժակ եմ բերել։ Մենք այսօր գինի չենք բերել այստեղ, բայց սա սուրճ է։ Նայեք, այս սուրճը արդեն սկսել է նստվածք տալ։ Երևում է։ Չգիտեմ, երևում է թե չէ։ Այս սուրճը սկսել է նստվածք տալ։ Եվ եթե մենք այս նստվածքը թողենք, այս բաժակը թողենք եւս 2-3 ժամ, գիտես, այս նստվածքը կսկսի արդեն կամաց ավելի խտանալ, իսկ ջուրը մաքրվել։ Սա կոչվում է, երբ որ մենք թույլ ենք տալիս, որ մրուրը անջատվի սուրճից։ Իսկ սա երկրորդ բաժակը, շնորհակալություն։ Սա արդեն անջատված բաժակն է, անջատվածն է մրուրը ջրից։ Ժամանակ է եղել, որ ինքը խառն է եղել, խառը կյանք։ Երբ որ մեր կյանքը խառն է, չէ, ներսում ամեն բան էփում է, ներսում ամեն բան խառն է, տակնու վրա է լինում։ Սա այն է, երբ որ Աստծո խոսքը մեր մեջ է գալիս։ Երբ որ մենք ճշմարտություն ենք լսում, ու մենք անջատվում ենք մեզանից։ Այսօրվա քարոզն անջատվիր քեզանից։ Ուղղակի անջատվի։ Պոկվիր ինքդ քեզանից։ Պոկվիր քո ճշտից։ Եվ կպիր Աստծո ճշմարտությանը։ Պոկվիր քո բնավորությունից եւ ձեռք բեր Աստծո բնավորությունը։ Պոկվիր քո սովորություններից եւ միացիր Աստծո սովորություններին։ Գիտես, ինքը կյանք է ունեցել։ Ինքը ներսում էփել է, Աստծո ճշմարտությունը եկել է խմորչի նման ու սկսել է խմորել նրան։ Խմորել է այս մեկ բաժակը։ Ու մեկ օր խմորվել վերջացվել է։ Գինին այդպես սկսում է խմորվել, էփել, եռալ, իր մեջ, տալ առնել։ Երբ որ առաջին անգամ ես իմ կնոջը թույլ տվեցի գնա եկեղեցի, ասեցի գնա ու փոշմանեցի։ Ու սկսեցի ես ինքս իմ հետ վիճել։ Խի թողեցի, ինչի թույլ տվեցի, բա որ գնա, բա որ խափեն, բա որ զոմբի ասեն, չգիտեմ, էս անեն։ Ես իմ մեջ խմորում սկսվեց։ Աստված սկսեց խառնվել իմ կյանքի մեջ։ Գիտես, սա մեկն է, ով որ անցյալից եկած դառնություններ ունի։ Այս տակի նստվածքը դառնությունն է։ Սա մեկն է, ով որ անցյալից եկած վիշտ ունի։ Մենք անցյալ չունենք։ Մենք ապրած կյանք ունենք, մոտիվացիա ունենք, մոտիվներ ունենք, դարդեր ունենք։ Միգուցե սա մեր ազգն է, որ չենք կարող կտրվենք մեր վշտից, մեր սքից։ Ինչքան կարելի է սքալ։ Գիտես, Տիրոջ խոսքը ասում է, որ
Աշխարհիկ սուքը, տրտմությունը մահ է բերում։ Իսկ տրտմություն կամ սուք դեպի Աստված ինքը բերում է ապաշխարությանը։ Միգուցե սա մեր ազգն է, մենք երգ ունենք, չի ասում դառնացել է այս աշխարհը։ Մենք երգում ենք ծանրացել է Պոշկիս հոգուս քարը։ Մենք այս երգերի տակ մեծանում ենք ու դառնանում ենք, մեծանում ենք ու այս մրուրի վրա նստում ենք այս մրուրի վրա։ Մենք թույլ չենք տալի, որ Աստված փոխի մեզ, վիրատի մեր պոշկի քարը, հոգու քարը, այդ ծանրությունը։ Գրված է Մովաբը իր մանկությունից ի վեր նստած է սրա վրա։ Ինքը չի ուզում փոխադրվի։ Այս փոխադրվելը ումից է, ով կար ասի։ Ոչ, Աստուծո չի, մեզանից է։ Եթե մենք չենք փոխադրվում, այն նոր Աստված խառնվում է։ Amma ես կուղարկեմ փոխադրողներ, սա կավիր են։ Կփոխադրեն ու կջարդեն կարասները, որ դու հնարավորություն չունենաս հետ գնաս այստեղ։ Հնին։ Արի ինքնակամ փոխադրվենք անոթից անոթ։ Ինքը նստված կա, դե նա գնալով միջև ավարտենք նստված կկտա երևի թե։ Սա արդեն տվել է։ Քիչ խառնեմ կարող այլի հետ գա։ Հետ բերենք կյանքի դարդերը, հիշողությունները, չներումները, նախանձը, մաղձը։ Հետ բերենք իմ բնավորությունը։ Դու պետք է ինձ են աշխարհիկ ժամանակ տեսածելներ։ Հələ փորձեր դեմս կտրեր։ Այսպես խառնում ենք տակից դուրս է տալիս, չէ՞։ Այսպես տակը գլուխ է բարձրացնում։ Հին մարդը։ Խառնենք կյանքը, թե թույլ տանք ինքը ավելի նստի։ Գիտես, մենք ունենք անցյալ։ Մենք ունենք ապրած կյանք, մենք ունենք մաղձ, դարդ, վիշտ, տառապանք, սա նորմալ է։ Բայց մենք պիտի մրուրի վրա չնստենք, չհանգչենք սրա վրա, մենք պիտի թույլ տանք դուրս գանք սրա մեջից։ Վիշտը եղել է, խնդիրը եղել է, տառապանք է եկել։ Մենք չպետք է մնանք այդտեղ։ Իսրայելի ժողովուրդը ինչու բժշկվեց։ Նրանք նույնպես ցեղասպանվեցին, բայց նրանք կանգնեցին, թափ տվեցին փոշին, ասեցին մենք գնում ենք առաջ։ Ինչ եղել է, հետ չես բերի։ Գիտես, կյանքում էլ լինում է, որ հետ չես բերի, ինչ եղել է։ Եղել է։ Հետ բաներ կա, հետ չես կարա բերես։ Միակ բանը, որ կարաս անես, դա ապաշխարես, ու ասես Տեր, թույլ տուր դասեր քաղեմ։ Գլուխդ բարձրացնես, ողնաշարը պնդասնես եւ գնաս առաջ։ Հաղթելու դեպի հաջորդ փուլ, դեպի հաջորդ սեզոն։ Այս ամենը մաղձ է, սիրելիս։ Մենք չպետք է նստենք այդ մրուրի վրա ու մնանք հանգչած այդտեղ։ Խոսքը ասում է, որ գիտես, կա խնդիր քո մեջ, Մովաբ մանկությունից ի վեր, անոթից անոթ չթափվեց։ Գիտես, մի հատ բաժակ կարաս բերես, մի հատ դատարկ բաժակ։ Անոթից անոթ պիտի թափվես։ Անոթից անոթ պիտի փոխադրվես։ Որ Տերը կարողանա արդեն սա օգտագործի։ Որովհետև մի փոքր կյանքի արհավիրքը քեզ թափ տա, մի փոքր շարժի, մի փոքր գլխապտույտ, ես ամբողջը կարա գլուխ բարձրացնի։ Եվ սա մենք ենք, երբ որ մենք չենք փոխադրվում։ Սա մենք ենք, երբ որ մենք հրաժարվում ենք փոխադրվենք անոթից անոթ։ Եվ ասում եմ նրա բուրմունքը չփոխվեց, իր համը իր մեջ մնաց։ Դառնություն կա այստեղ։ Նստվածքի մեջ դառնություն կա։ Համը չի փոխվում։ Բուրմունքը նույնն է։ Ավելին ասեմ, ավելի վատն է։ Մաղձա կպահես։ Նայ, մենք պիտի փոխադրվենք անոթից անոթ եւ թույլ տանք, որ այս մաղձը մնա անցյալում։ Մենք պիտի թույլ տանք, որ այս մաղձը դուրս գա մեզանից։ Աստված այն մեկն է ուզում օգտագործի։ Աստված չի կարող սա օգտագործել։ Աստված սա չի կարող օգտագործել։ Սրա մեջ այնքան բաներ կա, անցյալից հիշողություններ, պրինցիպներ, վիշտ, տառապանք եւ ավելացրու։ Բնավորություն, չներում, ախ այդ չներումը, հիշողություններ։
երեք մի եղբոր հետ ենք խոսում, ասում ենք դու պիտի ներես։ Ասում եմ հարց չկա, բայց ոնց ներեմ։ Իրականում լսում ես նրա պատմությունը, ասում թե ոնց ների մարդը։ Ոնց ների։ Մայրը թողե գնացել է։ Լքել է որդուն ու գնացել է։ Ասում եմ ոնց ներեմ։ Հեշտ ես ասում։ Ասում եմ դու ունես իմ ընտրություն կամ մնաս քո դառնության ու մաղձի մեջ ու ապրես սաղ կյանքդ, կամ ուղղակի բաց թողես։ Ներել չի նշանակում գնա հաշտվի, բարիշի սկսի հետ ապրել էլի։ Ներել նշանակում է բաց թող ուղղակի, բաց թող քեզանից։ Մաղձի մեջ մի ապրի։ Ուղղակի հրաժարվի։ Հիմա գիտես նա ունի ընտրություն շարունակի ապրել այդ նստվածքի հետ իր ամբողջ կյանքը կամ ասի Տեր, ես գնացի հաջորդ սեզոն, ես գնացի հաջորդ փուլ, սա որոշում է, որտեղ ամեն մի իրավիճակի մեջ այդ մնուրը կարա գլուխ բարձրացնի, ամեն մի արհավիրքի ժամանակ այդ հին մարդը կարա գլուխ բարձրացնի, որովհետև գիտես այդ համն է մնում ընդեղ, այդ ծանրությունն է մնում ընդեղ, եւ չմոռանանք հաջորդը, որ մի փոքր թթխմորը, մի փոքր չներումը, մի փոքր բանը թթխմորը կարա ամբողջ զանգվածը խմորի, ամբողջ զանգվածը փչացնի։ Ինչ է տեղի ունենում մրուրի վրա հանգչող գինու հետ, կորցնում է թարմությունը, սա է լինում։ Երբ որ թարմուց չես, ինչ է լինում մրուրի վրա հանգչող գինու հետ, ինքը լճանում է եւ դառնում է ծանր, թանձր, նամրոտ, այդ բառը օգտագործեմ, ու նայում ես դեմքին չես ուզում, մենք պիտի լինենք հեշտ մարդիկ, մարդիկ երբ որ նայում են մեզ քրիստոնյաներից պիտի լույս տեսնեն, պիտի խաղաղություն տեսնեն, պիտի քաղցրություն վերապրեն, երբ որ նայում են մեզ քրիստոնյաներից, նստվածքը դա մարդու հին էությունն է, հին բնավորությունը, որից պետք է ազատվել օր առաջ։ Սա այն մարդիկ են, ովքեր են այս մարդիկ, ովքեր չեն անջատվել իրանց մրուրից, ովքեր որ միշտ խառն են աշխարհիկ հոգսերով, խառն են, միշտ խառն է ինքը, եւ հարցնում ես ո՞նց ես խառն եմ։ Սա այն մարդիկ են, ովքեր որ հոգեվորում կանգ են առել։ Եվ սա է ասում Լավոդիկիա եկեղեցին Տերը, որ ոչ տաք ես, ոչ սառը, մի տեսակ կանգ ես առել, գոլն ես։ Դու այստեղ ես, հա? Դու լսում ես այսօվա խոսքը։ Սա քրիստոնյաներ են, ովքեր ում կյանքերը կանգնել են ուղակի։ Չեն փոխվում, առաջ չեն շարժվում։ Ինչ որ դու հիմա ես, 10 օր հետո դու այդպեսին չպիտի լինես։ Դու ամեն օր պիտի փոխվես։ Դա միայն Աստված իրավունք ունի լինի, երեք, այսօր եւ հավիտյան նույնը։ Իսկ մարդը իրավունք չունի այդպեսին լինի։ Նայում ես երեք, այսօր եւ հավիտյան նույնն է։ Նույն հին մտածելակերպով, հին իր խնդիրներով ու դարդերով, խնդիրներով, հին իր բնավորությամբ ու պրինցիպներով։ Իսկ մենք պիտի փոխենք, որպեսզի փոխենք, ամեն։ Մարդիկ են, ովքեր որ առաջ չեն շարժվում, ապրում են մի տեսակ կոմֆորտի մեջ, չեն անցնում փոփոխությունների մեջով եւ չեն մաքրվում։ Մի խոսքով չեն փոխադրվում անոթից անոթ։ Ինչու չեն ուզում։ Հինը թանկ է, հինը լավ է։ Տեր ինքը ասեց, հիշում եք, որ ոչ ոք, ով որ խմում է նոր գինի, չի ասում նորը լավն է, ասում է հինն է լավը։ Հին գինի լավն է, հին համը լավն է, հին սովորությունները լավն են, հին օրերի երգը լավն է։ Մենք սիրում ենք, չեն հինը, մի տեսակ նստվածք է տալիս, նստած է, հիշողություններ, մենք սիրում ենք այն հինը նայենք, նոր երգ ենք վերցնում, մի տեսակ ոնց որ անսովոր է, չկարանանք, հետո դառնում է սովորական, սիրում ենք այդ երգը։ Այդպես է լինում։
Սրանք մարդիկ են, ովքեր չեն ուզում փոխադրվեն։ Իսկ այդ ժամանակ գիտես Աստված ինչ ասում։ Աստված գիտես ինչ հրաշալի բան ասում։ Ասում է, չես ուզում տեղափոխվես, հարց չկա։ Դու գիտես։ Բայց դու մի օր եթե աղոթք արել ես, մի քիչ առաջ երգում ենք, չէ՞։ Արա այն ինչ ուզում ես։ Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում։ Լուրջ ես ասում։ Լուրջ երգել ես, հա։ Եթե դու դա լուրջ ես ասել, եթե մեկ օր կանգնել ասել ես Տեր իմ Աստված, այն ինչ որ իմն է դա քոնն է։ Եթե մեկ օր կանգնել ասել ես Տեր իմ Աստված, ես իմ ամբողջ կյանքը քեզ եմ տալիս։ Տեր իմ Աստված, երբ որ դու սա կանգնել մեկ օր ասել ես, Տեր իմ Աստված, ու սա եթե դու լուրջ ես երգում մի քիչ առաջ, արա այն ինչ որ քո կամքն է իմ կյանքում, Տեր ասում է հարց չկա, ես էլ եմ լուրջ վերաբերվում դրան։ Գիտես մենք սիրում ենք ասենք Տերը երբեք չի բռնանում մեր կամքին։ Ասել ենք։ Այո եւ ամեն։ Տերը չի բռնանում մեր կամքին, միջև որ մենք այս աղոթքը չենք անում։ Տերը չի բռնանում մեր կամքին ընտրության մեջ։ Իրան ընտրել թե մերժել։ Ընտրել անեծքը թե օրհնությունը։ Ընտրել կյանքի ծառը թե չարի բարեկիտության ծառը։ Ահա քո առաջ եմ դնում օրենքը, չէ՞։ Օրհնությունը եւ անեծքը։ Ընտրի օրհնությունը։ Քո առաջ եմ դնում կյանքը եւ մահը։ Ընտրի կյանքը։ Տերը մեզ ընտրություն է տալիս։ Ու երբ որ մենք սա այս աղոթքը անում ենք, ու մենք Հովնանի պես ուզում ենք փախնենք, ասելա չէ, որդիս, չի լինի այդպես։ Հովնան մարգարե, չի լինի այդպես։ Կյանքի այնպիսի արհավիր կարաբերի, որ մենք երազենք այն նախկին կյանքին, ձկան փորում հայտնվենք, ու ասենք Տեր, թող սա փսխի ինձ մի հատ, փսխի ես իմ կյանքը կշարունակեմ։ Մենք այն ինչ որ հիմիկվա մեջ մենք կանք, մենք սա շատ ժամանակ չենք գնահատում, այս ազատությունը, այս ամեն ինչը։ Հետո հայտնվում ենք մի արհավիրքի մեջ, երանի ենք տալիս այս լավ օրերին։ Փասում ենք շատ լավ օրեր ենք ունենում։ Բայց չենք գնահատել այս ժամանակը։ Ինչ է լինում, երբ որ մենք ասում ենք, որ Տեր կամ մենք ինքներս մեզ, ես սիրում եմ այս կոմֆորտը, ես մնալու եմ այս կոմֆորտի մեջ։ Ասում է, երբ ես փոխադրողներ կուղարկեմ, եթե դու չես ուզում փոխադրվես, չես ուզում անցնես փուլից փուլ, չես ուզում անցնես սեզոնից սեզոն, ես փոխադրողներ կուղարկեմ եւ նրանք կփոխադրեն նրան։ Եվ նրա անոթները կդատարկեն, դատարկեցինք։ Եվ նրա կարասերը կկոտրատեն։ Ասում եմ ես նրան կդատարկեմ, չէ լավ չեմ ջարդելու։ Ես նրան կփոխադրեմ, ես նրան կլցնեմ անոթից անոթ, իսկ սա կկավիրեմ, կջարդեմ, կկոտրատեմ, որպեսզի դու հնարավորություն չունենաս հետ վերադառնաս քո հնին։ Բայց դա ցավոտ կարա լինի։ Երբ որ Աստծո կամքն էր դուրս հանել Ղովթին իր կնոջ եւ երեխաների հետ Սոդոմից եւ Գոմորից, գիտես, նա արհավիրք բերեց այդ քաղաքի վրա։ Ինչ ես կարծում, միջև այդ Աստված չէր խոսել։ Ինչ ես կարծում, նա չէր հասկացել, որ այսի վատ բանի մեջ եմ ես ապրում։ Ինչ ես կարծում, Ղովթը համեմատելու բան չուներ անցյալից, ոչ չուներ։ Չէ՞ որ նա Սոդոմ եւ Գոմոր էր գնացել մի ամբողջ ունեցվածքով։ Անասուններ, ծառաներ, բարեկամներ։ Եվ մնացել էր ընդամենը նա իր կինը եւ երկու երեխաներ։ Ինչ ես կարծում, նա համեմատելու բան չուներ, ուներ։ Ինչ ես կարծում, Աստված չէր ասել, լավ դուրս արի։ Ես կարծում եմ, նա ուներ հնարավորություն փոխել իր անոթը, փոխադրվել կարասից կարաս։ Եվ երբ որ Աստծուց խոսք եկավ դուրս արի այնտեղից, եւ երբ որ դուրս են գալիս Ղովթի կինը, որի անունը մենք չգիտենք, այդպես էլ չիմացանք ինչպես էր, Ղովթի կինը դուրս էր եկել, բայց աշկը 5 կարասներն էր, նա վերածվեց աղի արձանի։ Մենք շատ ուշադիր պիտի լինենք, որովհետև եթե մենք չուզենանք եւ չփոխադրվենք անոթից անոթ, ասում եմ, ես կուղարկեմ փոխադրողներ եւ նրանք կփոխադրեն անպայման, բայց կավիրեն, կքանդեն, կկոտրատեն կարասները, որ մենք հնարավորություն չունենանք այնտեղ հին կյանքին։ Սա նշանակում է ինքնակամ այրել բոլոր հետդարձի կամուրջները։ Երբ որ անցնում ես այս կամուրջը նոր կյանքի մեջ, ինքնակամ այրել ու գնալ։ Բայց երբ որ թողում ես,
Աշկդ, մի աշկդ այնտեղ է։ Այն որ մի փոքր այնչի հետ ես վերադառնում հին կյանքին, հին կարասներին։ Աստված դա թույլ չի տա։ Աստված նախանձավոր Աստված է։ Աստված շատ է սիրում քեզ։ Եվ սրա համար ինքը կպահի քեզ այդ հին կյանքից եւ հին կարասներից, որովհետեւ այստեղ թթխմոր կա, որովհետեւ սրա մեջ դառնություն կա, այլ նրա հայնքը իր համը չփոխեց։ Եվ բուրմունքը մնաց հինը, իսկ մենք պիտի բուրանք Աստծո բուրմունքով։ Տերը պիտի հոտոտի մեզ ու ասես ինչ քաղցր, այս ինչ անուշ է։ Եվ սա հավանում էր Աստված, մի քիչ առաջ դա ասեցի, չէ՞ որ Տերը ուզում է որ մենք ողջակիզվենք, եւ գրված է, երբ որ ողջակիզում էին անասունը, դա բարձրանում էր երկինք եւ Աստված դա հոտոտում էր եւ դա շատ անուշահոտ էր դրա համար։ Եվ որ մենք ամբողջությամբ ենք դրվում զոհասեղանի վրա։ Ամեն։ Գիտես, որովհետև Աստծո խոսքը ասում է, սարսափելի է ընկնել կենդանի Աստծո ձեռքը։ Սա խոսքն է ասում։ Մենք միշտ հիշում ենք Աստծուն որպես բարի, գթառատ, բայց գրված է սարսափելի ընկնել կենդանի Աստծո ձեռքը։ Որտեղ մեկ օր նրա համբերությունը կարող սպառվի, ասի ես եմ քեզ հիմա փոխադրում։ Չես ուզում փոխադրվես սեզոնից սեզոն։ Չես ուզում անցնես կարասից կարաս, ես քեզ փոխադրելու եմ։ Մեր Տերը այնքան է սիրում մեզ, որ մեր պատճառով չի խնայի ոչինչ։ Նա կկոտրատի ցանկացած սխալ, մեր կյանքերը փչացնող, մեզ մեր մաղձի մեջ պահող անոթ, այդքան շատ է մեզ սիրում Աստված։ Նա կկոտրատի ցանկացած սխալ անոթ, ցանկացած մեր կյանքերը փչացնող անոթ։ Եվ մեզ մեր մաղձի մեջ, մեր նստվածքի մեջ պահող անոթ նա կկոտրատի։ Ավելի լավ արի մենք փոխադրվենք, հա։ Գրված է որ Հիսուս Քրիստոսը նա է հայթակության քարը, գլորման վևը եւ ով որ նրա վրա ընկնի կջարդվի։ Իսկ ում վրա որ քարը ընկնի, նրան կջախջախի։ Ավելի լավ մենք ընկնենք այդ քարի վրա ու ջարդվենք, կոտրվենք նրա առաջ։ Քան որ սպասենք մի օր Աստված ասի չէ, հիմա ես քարը կուղարկեմ, քո կյանքը պիտի փշրեմ ես, որովհետեւ ես քեզ ուզում եմ երկինք տանեմ։ Երկինք եմ ուզում տանեմ։ Իսկ ինչ որ խանգարում է, ինչը որ կանգնած է քո բգին, այն ինչը որ քեզ գողանում է ինձանից, Աստված նախանձավոր Աստված է։ Եվ ինքը շատ նախանձավոր այն հոգու համար, որը մեր ներսում է դրված։ Հիշենք Սավուղին։ Սավուղը սկսեց շատ խոնար, փոքր իր աշկերում։ Ես ով եմ որ դու ինձ թագավոր դնես։ Ընդհանրապես էշս կորցրած մեկը։ Նա շատ խոնար սկսեց, նա փոքր էր իր աշկերում, անարժանի, ամբողջությամբ կախված Աստծուց։ Սա մենք ենք, երբ որ մենք գալիս ենք Աստծուն եւ ապաշխարում ենք։ Հետո մենք սովորում ենք մեր դիրքին։ Աստված մեզ դիրք է տալիս, ծառայություն։ Հետո նա սովորեց իր դիրքին։ Դադարեց փոխվել, արդեն այդ թագավորական պատմուճանը իր հոգով էր կարվում, հասկանում ես, ամբողջությամբ գեղեցիկ, թագը իր գլխի վրա էր դրվում, իր գլխի համեմատ, դե բոյով, բուսաթով տղամարդ էր, եւ իթե այդպես հաղթանդա մեծ գլխով, թագը պիտի մեծ լինի, եւ դες նա սկսեց իր դիրքին սովորել, ընտելանալ, դադարեց փոխվել, սկսեց արդարանալ կամ արդարացնել իրեն եւ դարձավ միայն արտաքինով երևալ հոգեվոր։ Երբ որ մենք գալիս ենք Աստծուն, ով է հիշում իրան, երբ որ նոր էր եկել։ Ամեն ինչ վարդագույն, չէ՞։ Բոլոր լավն են, բոլորի ոտերը ամպոտ է, եւ հենց շորը հանեց, օփ հետևից երկու ցենց թևերա դուրս գալու հրեշտակի։ Եվ մենք այդտենց ապրում ենք, ու տենց վախենում ենք Աստծուն նեղացնենք։ Սենց Տեր իմ Աստված հանկարծ չլինի, հանկարծ չստացվի, հետո սովորում ենք մեր դիրքին։ Հետո օփ, մեզ Տերը թույլ է տալիս մի հատ ծառայություն, դիրք։ Հետո սովորում ենք այդ դիրքին։ Հետո երբ որ ներս ես մտնում, որ մեզ ասես թագավորն է գալիս, ոտքի կանգնեք, չեք տենում։ Ես այսինչ ղեկավարն եմ, այսինչի, չգիտեմ։ Իսկ սա սարսափելի է դառնում, երբ որ մենք սովորում ենք դրան։ Սավուղի կյանքում սա բեկում բերեց, եւ շատ վատ բեկում բերեց։ Երբ որ նա սովորեց այդ դիրքին,
արդեն բոլորը պիտի իրեն հասկանան, բոլորը պարտավոր են ինձ հասկանալ, բոլորը պարտավոր են ինձ հարմարվեն, բոլորը պարտավոր են իմ առաջ խոնարհվեն։ Սա հենց սա է։ Հենց այս վիճակն է։ Ու երբ որ Մարգարեն հանդիմանեց նրան, նա ավելի շատ անհանգստացած էր, թե մարդիկ ինչ կմտածեն իմ մասին։ Եվ նա ասեց, հարց չկա, հանդիմանեցիր, ընդունեցի, սխալ եմ։ Արի գնանք մարդկանց պատմի, էլի, որ ես լավն եմ։ Գնանք մարդկանց առաջ ինձ բացի։ Փոխանակ նրան, որ նա գնար եւ կոտրվեր Աստծո առաջ։ Իսկ Աստված այնտեղ էր բժշկելու նրան։ Այնտեղ է բժշկությունը մեր։ Ոչ թե այն ինչ որ մարդիկ կմտածեն, սա նույնպես լավ է, նորմալ է, երբ որ մենք մտածում ենք, հանկարծ չստացի մարդիկ իմ մասին սխալ կարծիք ունեն։ Դա նորմալ է, չէ՞։ Բայց մենք պիտի գերադասենք Աստծո կարծիքը բոլոր կարծիքներից վեր։ Ասամեն։ Գինին մրուրի վրա հենց սա է թանկագինս։ Երբ որ մարդը արդեն զգայուն չէ Աստծուն, նա ճուզեց ինքնական փոխադրվել, Սավուղը ճուզեց ինքնական փոխադրվել անոթից անոթ, նա մնաց իր մրուրի վրա, իր հնի վրա։ Եվ Աստված արդյունքում ուղարկեց փոխադրողներին եւ կոտրատեց նրա անոթը, Աստված մերժեց նրա թագավորությունը։ Հենց սա է, երբ որ Աստված գիտես կոտրատում է նրա անոթը, մերժեց նրա թագավորությունը եւ մերժեց նրան։ Սոփոնիա 2:12 Տիրոջ խոսքը ասում է. կգա ժամանակ, որ Երուսաղեմը պիտի խուզարկեմ ճրակով եւ պիտի պատժեմ իրենց մրուրի վրա հանգչող մարդկանց, որոնք իրանց սրտում ասում են Տերը ոչ բարիք անում, ոչ չարիք։ Ես անցնելու եմ ճրակը ձեռքս Երուսաղեմով։ Դա տեղի ունեցավ 2000 տարի առաջ։ Հիսուսը որպես Աստծո լույս իջավ եւ փողոցներով քայլում էր եւ գիտես պատիժ եկավ այդ երկրի վրա, որովհետեւ դրանք հանգչում էին իրենց մրուրի վրա։ Իսկ այդ լճացումը կբերի, որ մարդը սկսում է իր սրտում մտածել, որ Տերը ոչ լավն անում, ոչ վատը։ Սա սարսափելի վիճակ է, երբ որ մարդը մտածում է, կարամ նույն կյանքով ապրեմ, մեկը Տերը ոչ լավն անում, ոչ վատը։ Մեկը Տերը չի պատժում։ Այսպեսի մի բան ասում է, ինչու են քրիստոնյաները շարունակում մեղք գործել, ասում են, որովհետև Աստծո պատիժը անմիջապես չի գալիս։ Եվ մտածում են, Տերը մեկը բան չի անում, ինչ անում, որ ինչ հայտս դիտում։ Բայց գիտես, մենք պիտի հասկանանք, որ կամաց, կաթիլ, հիշում ես փոշոտված կյանքերը թեման, կամաց մարդու կյանքը սկսում է փոշոտվել, կամաց հոգևոր կյանքում մազոլներ են գալիս, հետո չես զգում ուղղակի, անզգայուն է մարդը սկսում դառնալ։ Գիտես, ինչ է նշանակում ճրակով խուզարկել։ Ասում եմ, ես կանցնեմ եւ ճրակով կխուզարկեմ, նշանակում է բացահայտել թաքնվածը խոսքի միջոցով։ Այսօր խոսքն է մեր ճրակը։ Խոսքը բացահայտում է մեր մեջ թաքնվածը եւ մենք գիտես պիտի ավելի շուտ Դավիթ լինենք, ընկնենք եւ ապաշխարենք, քան Սավուղ լինենք, ասենք ծածկա դմփոց արա, էլի խնդրում եմ, գնա մարկանց, ասա ես լավն եմ։ Կամ բացահայտել այն, ինչ մարդիկ իրենք չեն նկատում կամ թաքցնում են։ Երբ որ Տերը մեկ համբերի, երկու համբերի, մի տարի, 3 տարի, մի օր կարա թույլ տա, որ բացահայտվի։ Amma ես նրանց, հիշում եք, սատանային մատնեցի, Պողոս Առաքյալն ասում։ Ինքը Պողոսը, որ հայր էր, ես նրան սատանային մատնեցի, որ հոգին գոնե փրկվի։ Սարսափելի անկնել կենթանի Աստծո ձեռքերի մեջ։ Ասում է, իրենց սրտում ասում են Տերը ոչ բարիք է անում, ոչ չարիք։ Սա արդեն ներսի համոզմունք է նրա մասին, որ նման մարդիկ մտածում են, որ Աստված չի միջամտում, որ ոչինչ չի պատահի, որ կարող են ապրել այնպես, ինչպես որ նրանք կամենում են։ Ու նման մարդիկ անփութությամբ են անում իրենց գործը ու նստում են իրենց մրուրի վրա։ Իսկ սա արդեն վտանգավոր է։ Սա նշանակում է անտեսել Աստծուն սեփական կյանքում։ Եվ այսպիսի մարդը դադարում աճել, չունի աճ,
չունի ապաշխարություն իր հետևանքներով։ Չէ՞ որ երբ որ մենք ապաշխարում ենք, մենք փոխվում ենք։ Եթե մարդու կյանքը չի փոխվում, ինքը դադարել ապաշխարի։ Դադարել է տեսնի սխալներ իր կյանքում։ Գիտես, մենք պիտի անջատվենք մեզանից, կտրվենք մեզանից ու կպնենք Աստծուն։ Անջատվենք մեր մրուրից, անջատվենք մեր նստվածքից, անջատվենք մեր սեփական կարծիքներից, մարդկանց կարծիքներից ու կպնենք Աստծո կարծիքին։ Հիշենք Հարուս երիտասարդին։ Ով է հիշում։ Կարծեմ Մարկոսի 10-րդ գլուխն է։ Մարկոսի ավետարանում նկարագրված այս երիտասարդի մուտքը դեպի Աստված։ Գրված է, որ նա վազելով եկավ Հիսուսի առաջ։ Ծնկի իջավ, երկրպագում էր նրան։ Նրան բարի վարդապետ էր կոչում։ Եվ ուզում էր փրկվել, ասում է, ինչ անեմ, որ հավիտենությունը շահեմ։ Հիսուսն ասեց, գիտես, պատվիրաններ, ասում է, գիտեմ, մանկուց ի վեր պահում եմ։ Հասկանում ես, մանկուց ի վեր ինքը մեծացել էր խոսքի մեջ։ Բայց երբ որ Հիսուսը նրան առաջարկեց ավելի խորը կյանք կա, արի գնանք ավելի խորը փոխհարաբերության մեջ, ինքը գնաց Հիսուսից տրտմած։ Ինքը հեռացավ Հիսուսից տրտմած, որովհետև գիտես չուզեցավ պոկվի, անջատվի իր մրուրից, չուզեցավ անջատվի իր նստվածքից, չուզեցավ փոխադրվի ուրիշ հաջորդ սեզոնի մեջ, չուզեցավ անոթից անոթ գնալ։ Գիտես, նա երևում էր բարոյական, որտեվ մանկուց ի վեր պահում էր պատվիրանը, նա երևում էր հոգևոր, բայց չկարողացավ մնալ Տիրոջ կամքի մեջ։ Ինչու, որովհետև կոմֆորտը ավելի թանկ էր, քան թե փոփոխությունները։ Փոփոխություն կգար նրա կյանքի մեջ, բայց երբ որ մենք կոմֆորտը ավելի ենք գերադասում, մեր սեփական կյանքերի կոմֆորտը ավելի են գերադասում, քան փոփոխությունները, այդ ժամանակ վտանգ է գալիս։ Այդ ժամանակ մենք չենք կարողանում փոխվել։ Այդ ժամանակ մենք չենք կարողանում Հիսուսին հետևել այնպես, ինչպես որ պետքն է։ Ես արդեն ավարտում եմ։ Ինչ կապ կարող է ունենալ սա ժամանակակից եկեղեցու հետ։ Ինչ կապ կա սա։ Հին գինին կամ գինին մրուրի վրա ինչ կապ կարող ունենալ ժամանակակից մեր այսօրվա եկեղեցու հետ։ Երբ որ կա ձևը, բայց չկա շարժը։ Ձև կա գնալ եկեղեցի ամեն կիրակի, ձև կա աղոթելու, ձև կա երկրպագելու։ Մեկի համար ձևը այսպես է երկրպագել, մեկի համար այսպես է երկրպագել, մեկի համար այսպես է երկրպագել։ Իսկ մյուսի համար, ինչպես անցած կիրակի խոսում էի, լուր լացելն է երկրպագելը։ Դա ո՞րն է երկրպագության ձևը, ինձ ով կարա բացատրի։ Գրված է, որ ժամանակներ կգան, վերջին ժամանակներում մարդիկ կլինեն աստվածապաշտ կերպարանք ունենան, աստվածապաշտ կերպարանք, բայց զորությունը ուրացած։ Կերպարանքը դա ո՞րն է։ Մենք գիտենք ոնց կերպարանք ընդունենք։ Գիտենք, այդ ձևն է գիտենք, ներկայանալ գիտենք։ Նորից բերեմ Լավոդիկիա եկեղեցուն, որի դեմ Հիսուսը խոսեց։ Ասում է, դու ասում ես ես հարուստ եմ։ Դու ինքնաբավ ես։ Դու ասում ես ես տեսնում եմ։ Դու մարգարե ես։ Դու ձևը գիտես, դու հագնվելը գիտես։ Դու հագուստ ունես, բայց դու թշվառ ես մերկ եւ կույր ու աղքատ։ Խորհուրդ կտամ ինձանից դեղ գնես։ Խորհուրդ կտամ կրակով անցած ոսկի եւ արծաթ գնես ինձանից։ Մենք այդ ձևը գիտենք թանկագիներս։ Ինչ կապ ունի սա ժամանակակից եկեղեցու հետ, երբ որ կա ձևը, բայց չկա շարժը։ Ամեն ծառայություն սովորականի պես է ստաբիլ եւ հարմար։ Հարմար է, ամեն ինչ հարմարացված։ Բայց արյուտես, որ գիտես անհարմարության մեջ են ծնունդները գալիս։ Երբ որ մենք ինչ-որ միտեղ ցավ ենք ապրում, ինչ-որ միտեղ դուրս են գալիս մեր հարմարավետության գոտուց։ Այդտեղ է հրաշքներ լինում։ Երբ որ կոմֆորտը սրբությունից ավելի կարևոր է։ Երբ որ մենք չենք ուզում փոխվել, կոմֆորտ է ինձ։ Սուրբ կյանք ապրելը դա շատ անկոմֆորտ է։ Երեք մի վիդեո եմ նայում, ասում է դժվար է առանց Աստծո ապրել։ Նաև դժվար է Աստծո հետ ապրել։ Հիմա դու ո՞ր դժվարություն ես ընտրում։ Միևնույնն է դժվար է։ Ինչ է նշանակում փոխադրվել ուրիշ անոթ։ Երբ որ Աստված դուրս է հանում հարմարավետության գոտուց, թույլ է տալիս փորձությունները մենք չենք սիրում, մեզ դուրս է հանում հարմարավետության գոտուց, բայց դա մեզ պետք է։
հանդիմանում է խոսքի միջոցով։ Եվ շատ կարևոր մի բան, փոխում է քո շրջապատը եւ քո սեզոնը։ Երբ որ Աստված ուզում է մեզ փոխի, մեզ առաջինը կտրում է մեր շրջապատից։ Եվ փոխում է մեր սեզոնը։ Որտեւ շրջապատը այնքան կարևոր է, ինչ կմտածեն մարդիկ, բա որ եկեղեցի գնամ, ինչ կասեն, բա որ կուրսի երեխեքի իմանան, ինչ կմտածեն։ Ու մենք շարունակում ենք հանգչել այդ մրուրի վրա։ Բա համալսանում սա են սովորեցնում, մենք այնտեղ անցել ենք, որ կա աթեիզմ, կա չգիտեմ դարվինիզմ, կա սա մրուր է, որից մենք պիտի անջատվենք, պոկվենք, կտրվենք։ Ես խնդրեմ փառաբանության թիմը, որ գա արդեն։ Հակառակ դեպքում մարդը իր խմորիչի, իր մրուրի վրա նստած սպառնում է դառնալ անմշակ, լճացած, ինքնաբավ եւ հավատք առանց Աստծո շարժի։ Կա հավատք, շարժ չկա։ Եթե երբ որ մենք չենք ուզում կտրվենք մեր սեփական մրուրից, նստվածքից, բնավորությունից, շարժառիթներից, մենք դառնում ենք լճացած մեկը, մեր համը փոխված չի։ Մարդը քեզ համտեսում, ասում է դե նույն ես, 10 տարի է նույն երգն ես երգում։ Ոնց կայրը տենց էլ կաս։ Իսկ սա քրիստոնյայի համար սարսափելի է։ Երբ որ քո փոփոխությունը ոչ ոք չի տեսնում։ Կարող է դու չտեսնես քո փոփոխությունը, քեզ ասեն դու ասես դուրս այդքան փոխվել եմ, ինչ հետաքրքիր է, ինչ լավ է, ինչ հավես է։ Առաջ կարայի լեզվիս տայի, առաջ կարայի պատասխանայի, իսկ հիմա ես լուրջ լռում եմ։ Ասում եմ լավ թող կյանքը քեզ բացատրի, Տեր իմ Աստված, ես իմ դատը քեզ եմ ազնում։ Բացատրի։ Երբ որ առաջ կարայի գիտես իմ բնավորության համաձայն իմ ձևով իմ հարցերը լուծեի։ Առաջ կարայի էսպես անեի, բայց հիմա նկատում ես, ես ինչ էր։ Մեկ անգամ զբոսնում էինք մեր եղբայրներից հետ, մեկի հետ, մեկը քրիստոնյա էր, մեկը աշխարհիկ, բայց քրիստոնյայի ոտը ոլորեց, ասենց այդ վախ Հիսուս ջան, ինքան բռնացեց, ասում է տղեկ, առաջ եթե մի բան լինում էր, ես հայոյում էի։ Որովհետև ոլորում եմ, ասենց չէ, ինչ որ թռավ բերանից է, դա ես դու։ Հենց այդ պահին։ Սիրտը խոսում է, լեզուն խոսում է սրտի ավելցուկից։ Ինչ որ դուրս թռավ, դա հասկանում ես, ոտիդ կայնեցին, ինչ դուրս թռավ, նեղացրեցին, ինչ դուրս թռավ, պայտակ, արագ, դու չես մտածել, այ դա ես դու, դու ասես ոնց, հա, մնացած ուղղակի արտաքինից, սիրուն քողարկված պուպուշի քրիստոնյա ենք, բայց հենց այդ պահին ոտիդ կանգնեցին, ցավացրեցին, ինչ դուրս պրծավ, Տեր օրհնի քեզ, այ դա ես դու։ Տեր ողորմություն արա, այ դա ես դու։ Թաղեմ չեպեչի, դա հասկանում ես։ Հենց այդ պահին, ինչ դուրս պրծավ։ Ով այսօր ատամի մածուկով օգտվել։ Ահա, այսի չերա պարզվում։ Չեք օգտվում։ Ինչ որ սեղմում ես, դա էլ դուրս է գալիս, չէ՞։ Ատամի մածուկի մեջից։ Ինչ, չէ՞, դա սեղմես, դա դուրս կգա։ Ամբողջ շաբաթ շպակլովկա ենք սեղմում երկրորդ հարկում, շպակլովկա էր դուրս գալիս։ Ինչ սեղմես, դա էլ դուրս կգա։ Դες մարդու սիրտը, ինչ սեղմես, սեղմում ես, չէ՞, կծկվում է։ Մի հատ բան է, պլիսկ, այ դա ես դու։ Մենք պիտի հասկանանք, որ այդ փոփոխությունը պիտի մարդիկ տեսնեն։ Դա առաջին Աստված է տեսնում։ Իսկ Աստված փնտրում է կենթանի, զգայուն, փոփոխությանը պատրաստ մեկի։ Ինքը փնտրում է։ Փնտրեց, գտավ չգիտես թողեց ավուղին, որ ուներ անես կերպարանք, ու գտավ Դավթին։ Որ վերցնես դնես կշերքի նժարների վրա Դավթի արածները ու Սավուղի արածները, կասես ոնց։ Դավիթը մարդասպան, շնացող, Աստծուն չվստահեց գրած մարդկանց հաշվեց։ Սավուղի արածը ո՞րն էր։ Զոհամատուցում մարդը։ Գնաց ու Աստծո մարդը ուշացավ, գնաց իր ձևով զոհամատուցեց։ Վատ բանը ո՞րն է այստեղ։
Վատ բան կա, հա? Կա։ Բա ո՞րն է նրա մեղքը, որ Աստված նրան մերժեց։ Որտեւ Աստված փնտրում է կենթանի, զգայուն, փոփոխություններին պատրաստ մեկին։ Որ երբ որ Դավիթը լսեց, ասեց. «Աման, ինչ պիտի անեմ» ու վազեց ապաշխարելու։ Աստծո մոտ։ Չասես Նաթան, գլինի ծածկադմփոց անենք էսի։ Գնա մարկանց ասա, որ ես պապրեժն եմ ու սուրբ եմ, նախկինի պես։ Փակեն գնա այս թեման։ Ասեց էսի ես եմ։ Ու վազեց ապաշխարելու։ Իսկ երբ որ Սավուղը լսեց, ասեց գիտես դու սխալ բան ես արել, դու դա պիտի Աստծո մարդը աներ, ոչ է դու կա թագավորի սար, կա մարգարեի սար, դու բարձրացար մարգարեի սար, իջի տեղից։ Նա չասեց, գիտես ես գնացի ապաշխարելու, ասեց ես գնացի մարկանց առաջ լավ երևալու։ Կլինի իմ համար բարեխոսես։ Գիտես կա տարբերություն, ով որ ձգտում է այս փոփոխություններին, հարմարվում է, Տեր, սխալ եմ, հիմա էլ սխալվեցի, հենց այս պահին սխալվեցի, ուզում եմ փոխվեմ, Տեր, այս պահին, չգիտեմ, խիտ դուրս պրծավ, ներիմ, շուրթերում եմ կարեմ բերանս, ուզում եմ ծոմ վերցնեմ, 10 օր չխոսամ, հասկանում ես, դու քո վրա աշխատանք ես տանում, չեմ կարդացել, մի ամբողջ, չգիտեմ, շաբաթ չեմ կարդացել, ներողություն ես խնդրում, բայց եթե նորմալ է, կարդամ, չեմ կարդալ, ում իշ գործը, սա վտանգավոր է, Գիտես, սա վտանգավոր է, շատեր են ուզում փրկվեն, բայց չեն կամենում թողնեն հինը, շատեր են ուզում Ղովտի կնոջ նման փրկվեն, բայց չեն ուզում հինը թողեն, հին մտածելակերպը, հին տունը, հին հաջողությունները, հին հարևաններից, իմ սովորությունները, սա հոգևոր լճացման մի ձև է, և Ղովտի կինը շատ լավ հզոր պատկեր է սրա համար։ Այսպիսով, սիրելի Աստծո մարդ, անջատվիր քեզանից, անջատվի քո մրուրից, անջատվի քո նստվածքից, անջատվի քո վիշտերից, դարդերից, քո սխալներից, անջատվի ու ինքնական փոխադրվի հաջորդ անոթի մեջ, ինքնական, մտի տեղ, հակառակ դեպքում Աստված կուղարկի իրավիճակներ փոխադրողներին, կփոխադրի քեզ ու կարասրեդ կջարդի։ Դու մի բան հասկացար այսօր, մի բան վերցրեցիր, իսկ ուրիշ հարց, պատրաստ ես այդ փոփոխություններին, հա? Ինքնակամ կփոխադրվես, ինքնակամ կգնաս անոթից անոթ, սեզոնից սեզոն, որ փոխվի քո կյանքը։ Այսպիսով անջատվենք ինքներս մեզանից, փառք ամենակարող մեր Աստծուն։ Աստված այսօր մեզ հնարավորություն է տալիս, այստեղ երկրի վրա, փոխվենք։ Հետո երբ որ գնանք երկինք, շատ ուշ է լինելու, ասենք ստեղ կարայք փոխվենք, այստեղ կարայք փոխվենք, այստեղ կարանք, բայց ուշ արդեն անցել է։ Եկեք կանգնենք Աստծո առաջ։ Ես ավարտեցի այսօրվա իմ քարոզը, շատ ուրախ եք ես տեսնել այստեղ այսօր։ Հաջորդ կիրակի ունենք հրաշալի օր, որովհետև հաջորդ կիրակի ընտանիքի տոնն է, այսինքն ուրբաթ օրն է ընտանիքի տոնը, մենք դա կանենք կիրակի օրը, խոսենք ընտանիքի մասին, խոսանք ինչ է ընտանիքը, Աստծո ստեղծած մոդելը, աստվածաշնչյան մոդելը, որն է ընտանիքի, դրա համար անպայման կգաս եկեղեցի, որովհետև Աստված խոսք ունի քո համար պատրաստած։ Փառք Հիսուսին, փառք ամենակարող մեր Տիրոջը։ Եղիր ակտիվ Աստծո մեջ, եղիր մեկով, որ պատրաստ լինի փոխվի սեզոնից սեզոն, որ գա, երբ որ գալիս է իրավիճակներ, որ մենք պիտի անցում կատարենք, հիմա անցումային սեզոն է մեր եկեղեցում։ Արի ամբողջ եկեղեցով անցնենք, լավ։ Ամբողջ եկեղեցով թողնենք հին մաղձը, հին այն վատ հիշողությունները, չներումը, վիրավորանքը, եւ անցնենք նոր սեզոնի մեջ, նոր կարասի մեջ եւ այնտեղ Աստծուն թույլ տանք, որ Աստված մեր կյանքերում նոր բաներ անի։ Իսկ Աստված ունի հրաշալի ծրագիր յուրաքանչյուրիս կյանքի համար, Աստված ունի հրաշալի ծրագիր մեր եկեղեցու համար։ Փառք Հիսուսին։ Արի ծափարենք մեր Տիրոջը, նա արժանի է։ Փառք Տիրոջը։ Պարզի քո ձեռքը, ես քեզ կօրհնեմ, հետո մի երգ կվերցնենք, կփառաբանենք Աստծուն եւ գնաս Տիրոջ օրհնությամբ։ Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։
Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ թող որ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ լինի միշտ։ Հալելույա։